Ամբողջ սովետական միությունում չկա մի այդպիսի ազգ, որը ունենար այդպիսի մի հուշարձան, ինչպիսին է Մեծամորը։ Գուցե մենք կարող ենք խոսել միայն համեմատաբար Ստոնհենջի մասին, այդպիսի առումով, Բաբելոնի զիկորատների մասին, Եգիպտոսի բուրգերի մասին, բայց կոնկրետ ես չգիտեմ մի ուրիշ երկիր, որտեղ պահպանվել է այդպիսի մի հուշարձան, ինչպիսին է Մեծամորը։ Ինչպես ես ինքս լինելով ժամանակակից աստղաֆիզիկոս, այսինքն ժամանակակից աստղաֆիզիկայով զբաղվող, միգամածությունների ֆիզիկայով, բռնկվող աստղերի ֆիզիկայով գնացի Մեծամոր։ Ինձ թվում է դրա մեջ ինչ-որ մի խորհուրդ կար, որտեղ դա մի պատահականություն էր, որը հետագայում շատ մեծ հետևանքներ, լավ հետևանքներ բերեց։ Առաջինը տեսակ հրատաշ աստիճաններ։ 7 հատ աստիճաններ, որոնց վրա զարմանալի տարբեր նշաններ կային, ժայռապատկերներ, ժայռափորված նշաններ։ Եվ առաջին մոմենտը, որ ինձ վրա շատ ազդեց, այն էր, որ երբ որ ես կանգնեցի այդ աստիճանների վրա եւ նայեցի դեպի հյուսիս, ինձ թվաց, որ դա շատ ծանոթ ուղղություն եմ ես նայում։ Ես հետո հասկացա, որ ես նայում եմ դեպի հյուսիսային աստղը։ Եվ դա ես նշում եմ, որտեղ դա պատահական բան չէր։ Աստիճանները բարձրանում էին հյուսիսից դեպի հարավ։ Եվ երբ որ ես այդ աստիճանների վրա կանգնած էի եւ նայում էի, ես ուղղված էի դեպի հյուսիսային աստղի։ Եվ հետո հասկացա, որ այս աստիճանները, որոնց թիվը 7 հատ էր եւ քանի գնում էին, նեղանում էին դեպի վերևի մասը, նրանք գտնվում էին համարյա թե միջօրյականի հարթության մեջ, որ դա շատ կարևոր է որևէ մի գործիքի համար աստղագիտական։ Ուրեմն ամենավերևի մասում կային շատ հետաքրքիր նշաններ, որոնց թվում կար ամենակարևոր նշանը, որը ես զգում կրահեցի, որ սա կարող է լինել հնագույն օրենսիր, որը ցույց է տալիս ուղղությունները, ինչու, որտեղ այդ նշանի վրա կար հյուսիս-հարավ ուղղությունը փորագրված եւ արևելք ուղղությունը, արևմուտքը չկար, չէ՞ որ արևմուտքը արևելքից են բոլոր լուսատուները ծագում, արևմուտքում նրանք արդեն դա հետաքրքիր չի, թե նրանք որտեղ են մայր մտնում։ Կոմպասը ցույց տվեց, որ դա ուղղակի մեծ ճշտությամբ հյուսիս, հարավ, արևելք նշաններ։ Այսինքն այդ նշանը հնագույն կոմպաս է։ Եվ եթե ես կարող եմ ասել այն, որ ասեց ժամանակին ակադեմիկոս Մելնիկովը տարիներ հետո երբ որ եկավ, ասեց, գիտեք, եթե ոչ մի բան էլ չլիներ Մեծամորում, այս նշան միայն կլիներ շատ հետաքրքիր հնագույն պատմության, գիտության պատմության համար։ Եվ այդ աստիճանների վրա, երբ որ դուք կանգնում եք վերևը, ամբողջ սքանչելի մեծ հորիզոն, դուք պատկերացնեք դա Արարատյան դաշտավայրն է, ամբողջ հորիզոնը ձեր աչքի առաջ է։ Ուրեմն հին քրմեր աստղագետները, որտեղ հին աստղագետները, հնագույն աստղագետները եղել են եւ նաեւ քրմերը, ինչպես հին Եգիպտոսում, ինչպես Բաբելոնում, նրանք հասկացել են այդ բանը եւ նրանք իզուր չեն, որ կառուցել են այդ ուղղությամբ, այսինքն սա պաշտամունքային աստիճաններ չեն, տեղ չի, սա դիտողական տեղ է։ Այնտեղ կային նաև երկու ուրիշ հարթակներ։ Առաջի հարթակը եռանկյան ձևի, որի վրա 64 թվին դեռ 1964 թվին Կորյուն Մկրտչյանը տեսել էր աստղի նշաններ եւ իհարկե հասկացել էր, որ սա ինչ որ աստղագիտության հետ կապված բան է։
Եվ ինչն էր հետաքրքիր, որ այդ աստղերի նշանը 4 անգամ կրկնվող աստղի նշան էր, որը վերցրված էր արևելքի կողմով, այդ եռանկյունի արևելյան կողմում փորագրված էր եւ վերցրված էր սեղանի մեջ, տրապեցիայի մեջ։ Եվ այդ տրապեցիան նրա ուղղությունը քանի գնում էր, նեղանում էր։ Եվ եթե մենք այդ սեղանը մտքով շարունակենք, ապա նա հորիզոնում պետք է դառնա կետ։ Եվ հետաքրքիր, որ այդ սեղանի մեջտեղի գիծը տարված էր, շատ հետաքրքիր ինֆորմացիա։ Ուրեմն սա մտածելու բան էր տալիս, որ նրանք հին ապրողներ այստեղի, տեղացիները մեզ թողել են ինչ-որ մի ինֆորմացիա մի աստղի մասին։ Եվ որտեվ այդ աստղը 4 անգամ կրկնվում էր եւ նույն մեծության էր, դա նշանակում է, որ դա մի աստղի մասին էր։ Երրորդ հարթակը, որ ավելի բարձր էր, որի վրա նույնպես շատ նշաններ կան, պետք է նշեմ, որ այստեղ էլ եւ կենտրոնում նշաններ կային տարբեր, բայց ամենահետաքրքիրը իհարկե աստղի նշաններ, դրա համար ես դրանց վրա չեմ ուզում կանգ առնել, դրանց դեռ մեզանից հետո էլ կգան ուսումնասիրողներ, որ նորից կուսումնասիրեն, բայց կարևորը նա էր, որ 3 հարթակը ոչ պատահական ձևով ուղղված էին հյուսիս-հարավ, իսկ այդ առաջի եռանկյան հարթակը նա եռանկյուն դարձրել էին, նա այդպես ժայռը այդպեսին չէր, այնտեղ աշխատանք էր տարված, որ նա լինի եռանկյուն։ Եվ ուրեմն այստեղ նույն իհարկե առաջի միտքը, որ ինձ մոտ ծագեց իհարկե, որ սա իհարկե աստղագիտական հնագույն մի հուշարձան է, որի անալոգը նմանը չկա, ես որ չգիտեի եւ հետագայում էլ երբ որ շատ ուսումնասիրեցի, իսկապես չկար, բայց ինչն էր կարևոր, որ հիմա պետք է հասկանալ, թե դա ինչ աստղ է եղել։ Եվ ես սկսեցի դրա վրա խորհել, այստեղ միայն կարելի էր օգտագործել աստղագիտական գիտելիքները, սֆերիկ աստղագիտության մեթոդները, այսինքն վերցանել այդպիսի օբյեկտները հնագիտական կարող են աստղագետը